Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Հրաձգություն Ֆլորիդայի համալսարանում Տալահասիում 20-ամյա ուսանողը շերիֆի տեղակալի որդին սպանել է 2 եւ վիրավորել առնվազն 6 մարդու։ Հյուսթոնից Մեքսիկա ուղևորվող ինքնաթիռը շարժիչի հրդեհի պատճառով վերադարձել է։ Ուղևորները տարհանվել են, բարեբախտաբար զոհեր չկան։ Գերագույն դատարանը նշանակել է լսումներ Թրամփի վարչակազմի նախաձեռնած ծնունդով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքի մասին։ $1 միլիոն շահում Կալիֆոռնիայում անօթևան հաջողակը տուն եւ մեքենա է պատրաստվում գնել։ Դաշնային դատավորը մերժել է օրենքը, ըստ որի մինչև 16 տարեկանները սոցիալական մեդիա օգտագործելու համար պետք է ծնողական համաձայնություն ունենային։ Սպիտակ տանը հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահն ու Իտալիայի վարչապետը, առանցքում առևտրային պատերազմ ու ՆԱՏՕ։ Մերիլենդի սենատոր Քրիս Վան Հոլենը կրկին մերժում է ստացել փորձելով տեսակցել Կիլմար Աբրեգո Գարսիային։ Դաշնային դատավորը երկրորդ անգամ է մեղադրել Google-ին մենաշնորհային դիրքի չարաշահման մեջ, այս անգամ գովազդային տեխնոլոգիաների պատճառով։ Թրամփը քննադատում է դաշնային պահուստի նախագահին տոկոսադրույքները չնվազեցնելու համար ու հայտարարում, նրա հեռացումը պետք է արագ տեղի ունենա։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Այսօր Ֆլորիդայի նահանգային համալսարանում շերիֆի տեղակալի որդին, որը նույն համալսարանի ուսանող է, մոր նախկին ծառայողական զենքով կրակ է բացել, սպանելով 2 մարդու եւ վիրավորելով առնվազն 6 հոգու, հայտնում են քննիչները։ Տալահասիի ոստիկանապետ Լորենս Ռևելը հայտնել է, որ վիրավորվել է կասկածյալը, ապա ձերբակալվել։ Իշխանությունները դեռևս չեն հրապարակել որևէ շարժառիթ։ 20-ամյա Ֆինիքս Այքների գործողություններին անդրադարձել է նաև նախագահ Դոնալդ Թրամփը։ Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է. «Սարսափելի բան է։ Սարսափելի է, որ նման բաներ են տեղի ունենում»։ Հրաձգության ահազանգից հետո ուսանողներն ու դասախոսները փակվել են լսարաններում, գրասենյակներում եւ հանրակացարաններում։ Ֆլորիդայի նահանգային համալսարանը 12 հանրային համալսարաններից մեկն է, տեղակայված Տալահասիում եւ ունի շուրջ 44,000 ուսանող, ըստ 2024 թվականի տվյալների։ Համալսարանը չեղարկել է բոլոր դասերը եւ մարզական ու մշակութային միջոցառումները մինչեւ կիրակի։ Այսօր Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալ Հյուսթոնի օդանավակայան շարժիչում բռնկված հրդեհի պատճառով, ինչի հետևանքով իրականացվել է ուղևորների շտապ տարհանում։ Ինքնաթիռը դուրս էր եկել Հյուբի օդանավակայանից ուղղությամբ Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաք, սակայն մոտավորապես ժամը 11:15-ին վերադարձել է, հայտնել է Հյուսթոնի հրշեջ ծառայությունը։ Ինքնաթիռի վայրեջքից հետո հրշեջները մարել են ինչպես շարժիչի, այնպես էլ թռիչքու ու հարևանությամբ բռնկված փոքրիկ խոտածածկ հրդեհը, նշվում է ծառայության հայտարարության մեջ։ Բարեբախտաբար որևէ մեկը չի տուժել։ Southwest Airlines-ը հայտնել է, որ անձնակազմը աջակցել է ինքնաթիռի 134 ուղևորներին անվտանգ տարհանվել։ FAA-ն էլ հայտնել է, որ հրդեհի պատճառները հետաքննվում են։ Գերագույն դատարանը հայտարարել է, որ լսումներ է նշանակում Թրամփի վարչակազմի պահանջի վերաբերյալ թույլ տալ ամբողջությամբ կիրառել նոր սահմանափակումները ծննդավայրի հիմքով քաղաքացիության վերաբերյալ, մինչև այս քաղաքականության օրինականությունը դեռևս վիճարկվում է դատարաններում։ Դատարանը բանավոր լսումներ կանցկացնի մայիսի 15-ին։ Սա առաջին դեպքն է, երբ Գերագույն դատարանը հրապարակային քննարկման է վերցնում Թրամփի նոր վարչակազմի քաղաքականություններից որևէ մեկը։ Վարչակազմը դիմել էր դատարանին պահանջելով չեղարկել Մերիլենդի, Մասաչուսեթսի եւ Վաշինգտոնի դաշնային դատավորների որոշումները, որոնք դադարեցրել էին նախագահի ծննդավայրի հիմքով քաղաքացիության սահմանափակման հրամանագրի կիրառումը։ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Թրամփը պետք է կարողանա կիրառի այս քաղաքականությունը բոլորի համար, բացի դատական հայցերում նշված անձանցից եւ այն նահանգների բնակիչներից, որոնք արդեն իսկ դատի են տվել։ Կառավարությունը նաև ցանկանում է մշակել ուղեցույցներ, թե ինչպես կիրականացվի Թրամփի հրամանը, եթե այն հաստատվի դատարանով։ Անօթևան մի տղամարդ Կալիֆոռնիայում շահել է $1 միլիոն, ձեռք բերելով Triple Red 777 տոմսը։ Հաղթողը, որի անունը դեռևս չի հրապարակվել, տոմսը գնել է Սան Լուիս Օբիսպո քաղաքում գտնվող Սենզիս Դելի լիկյոր խանութից, որտեղ ըստ լրատվամիջոցների հաճախորդ է եղել արդեն երկար տարիներ։ Խանութի մենեջեր Ուիլսոն Սաման պատմել է, որ սկզբում նա կարծել է, թե շահել է $100,000, բայց Սաման հաստատել է, իրականում շահել է $1 միլիոն։ Քանի որ հաղթողը մեքենա չուներ, Սամանը անձամբ է նրան տարել Ֆրեզնո, որպեսզի հանձնի հաղթական տոմսը փոստով ուղարկելու փոխարեն։ Հաղթողը նշել է, որ մրցանակը փոխել է կյանքը, եւ նա նախատեսում է գումարն օգտագործել տուն եւ ավտոմեքենա ձեռք բերելու համար։
Դաշնային դատավորն ընդմիշտ չեղյալ է հայտարարել Օհայո նահանգի այն օրենքը, որը նախատեսում էր, որ մինչև 16 տարեկան երեխաներն ու դեռահասները սոցիալական մեդիայի հավելվածներ օգտագործելու համար պետք է ծնողների թույլատվություն ստանային։ Միացյալ Նահանգների շրջանի դաշնային դատավոր Արգենոն Մարբլին այս որոշումը կայացրել է NetChoice կազմակերպության կողմից ներկայացված հայցի հիման վրա։ NetChoice-ը ներկայացնում է TikTok-ը, Snapchat-ը, Meta-ն եւ այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ։ Կազմակերպությունը պնդում էր, որ օրենքը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը, սահմանափակելով ազատ արտահայտման իրավունքը եւ լինելով չափազանց լայն ու ոչ հստակ։ Նահանգային իշխանություններն էլ իրենց հերթին պնդում էին, որ օրենքը անհրաժեշտ է, որպեսզի երեխաներին սոցիալական մեդիայի վնասներից պաշտպանեն։ Սակայն Մարբլին ասել է, որ դատարանը գտնում է օրենքը ներկայիս ձևով հակասում է սահմանադրությանը։ Նմանատիպ օրենքներ ընդունվել են նաև Կալիֆոռնիայում, Արկանզասում եւ Յուտայում, սակայն NetChoice-ի հայցերով այդ օրենքները կամ ժամանակավորապես, կամ ընդմիշտ կասեցվել են։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առևտրային համաձայնագրեր կնքել Չինաստանի եւ Եվրոպական միության հետ, նշելով, որ ԵՄ-ի հետ գործարքը հնարավոր է կայանա 90-օրյա ժամանակահատվածի ավարտից առաջ, որի ընթացքում կողմերը դադարեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը։ 100%-ով կլինի առևտրային գործարք, ասել է Թրամփը Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպման ժամանակ։ Նրանք շատ են ուզում այդ գործարքը եւ մենք պատրաստվում ենք ընկնել այն։ Ես լիովին վստահ եմ, որ դա կլինի արդար գործարք։ Նա նաև նշել է, որ չի մտահոգվում, թե Միացյալ Նահանգների դաշնակիցները Չինաստանի հետ ավելի են սերտացնում հարաբերությունները մաքսատուրքերի պատճառով, հավելելով, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ նույնպես շատ լավ գործարք կկնքի։ Ոչ ոք չի կարող մրցել մեզ հետ, ոչ ոք, ասել է Թրամփը։ Թերևս երեկ էր ճապոնական առևտրային պատվիրակության հետ հանդիպումը Թրամփի ու վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը հայտնել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է նաև Հարավային Կորեայի պատվիրակության այց, իսկ Հնդկաստանի հետ բանակցությունները արդեն ընթանում են։ Մելոնին առաջին եվրոպացի ղեկավարն է, որը հանդիպել է Թրամփին այն բանից հետո, երբ վերջինս համընդհանուր մաքսատուրք էր սահմանել աշխարհի մեծ մասի վրա։ Սպիտակ տանը Մելոնին նշել է, որ չի կարող գործարք կնքել ԵՄ-ի անունից։ Ին նպատակն է հրավիրել նախագահ Թրամփին պաշտոնական այցով Իտալիա եւ հասկանալ, արդյոք հնարավոր կլինի այդ այցի ընթացքում կազմակերպել հանդիպում նաեւ ԵՄ-ի հետ, հավելել է Մելոնին։ Թրամփը դեռևս չի հանդիպել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, սակայն ԵՄ առևտրի ղեկավարն արդեն հանդիպել է իր ամերիկացի գործընկերների հետ Վաշինգտոնում։ Կողմերը նաև նշել են, որ կքննարկեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը ու պաշտպանության ծախսերը։ Թրամփն ակնկալում է, որ Մելոնին ոչ միայն կօգնի բացել իտալական շուկան Միացյալ Նահանգների համար, այլև կօգնի Եվրոպական միության հետ ընդհանուր քաղաքականության հարցում։ Մերիլենդի սենատոր Քրիս Վան Հոլենը երկրորդ փորձն է արել հանդիպելու Սալվադորի բանտում Կիլմար Աբրեգո Գարսիային։ Այսօր նրան կանգնեցրել են անցակետում եւ մերժել մոտենալ բանտին։ Սա երկրորդ անընդմեջ օրն է, երբ դեմոկրատ սենատորը մերժվել է մուտքի թույլատվությունից, չնայած նրան, որ երկու հանրապետական կոնգրեսականներ ընդամենը 2 օր առաջ շրջացի են կատարել նույն բանտում։ Վան Հոլենը մեկնել էր Էլ Սալվադոր, հույս ունենալով այցելել բանտ եւ հանդիպել Կիլմար Աբրեգո Գարսիային, որին Միացյալ Նահանգների ներգաղթի պաշտոնյաները ձերբակալել էին մարտին Մերիլենդի Պելցվիլ քաղաքում, այնուհետև արտաքսել Էլ Սալվադոր, չնայած նրան, որ դատարանը արգելել էր դա անել։ Մեր նպատակը շատ պարզ էր՝ ստուգել Կիլմարի առողջությունն ու բարեկեցությունը, բայց մեզ կանգնեցրեցին զինվորականները բանտից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա եւ ասացին, որ իրենց հրամայված է չթողնել մեզ անցնել, ասել է Վան Հոլենը լրագրողների հետ զրույցում։ Երեկ էլ Վան Հոլենը հանդիպել էր Էլ Սալվադորի փոխնախագահ Ֆելիքս Ուլոային, որից ստացել էր բանտ այցելելու թույլատվության առաջին մերժումը։ Ուլոն ասել էր, որ չի կարող կազմակերպել ոչ անձնական այց, ոչ էլ հեռախոսազրույց բանտարկյալի հետ։ Դաշնային դատավորը 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ է Google-ին մեղադրել մենաշնորհային դիրքի չարաշահման մեջ։ Այս անգամ տեխնոլոգիական հսկայի գովազդային գործիքները ապօրինաբար օգտագործելու համար շահույթը մեծացնելու նպատակով, ինչը նպաստել է ներկայումս 1.8 տրիլիոն դոլար արժողություն ունեցող նրա ինտերնետային կայսրության ամրապնդմանը։ Վիրջինիայի դաշնային դատավոր Լեոնի Բրինքեմայի կողմից հրապարակված որոշումը հաջորդում է 2023 օգոստոսին կայացրած մեկ այլ որոշման, որով եզրակացվել էր, որ Google-ի
որոնման համակարգը ապօրինաբար օգտագործվել է մրցակիցներին խոչընդոտելու եւ նորարարությունը ճնշելու համար։ Թեև հակամենաշնորհային կարգավորողները երկու դեպքում էլ հաղթել են, պայքարը ամենայն հավանականությամբ դեռևս կշարունակվի տարիներով։ Google-ը պատրաստվում է բողոքարկել այս երկու որոշումներն էլ, մինչև շարունակվում է իր առաջխաղացումը արհեստական բանականության ոլորտում։ Դատական այս գործով Բրինքհեմն կենտրոնացել է Google-ի վերջին 17 տարիներին կառուցած գովազդային համակարգի վրա, որը միավորում է որոնման համակարգը, Chrome դիտարկիչը, YouTube-ը եւ քարտեզները։ Այս համակարգը ձևավորվել է մի շարք ձեռքբերումների արդյունքում սկսած 2008 թվականի DoubleClick ընկերության գնմամբ 3.2 միլիարդ դոլարով։ Այդ գործիքները ժամանակին հաստատվել էին Միացյալ Նահանգների կարգավորող մարմինների կողմից, որոնք չեն կանխատեսել, որ դրանք Google-ին կտան հնարավորություն վերահսկելու գովազդային շուկայի գները։ Այս գործի շրջանակում կառավարությունը կարող է փորձել պարտադրել Google-ին վաճառել գովազդային հարթակ Ad Manager-ը, որը ներառում է թե հրատարակիչների, թե գովազդատուների գործիքները։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի պաշտոնանկությանը, սակայն հարց է առաջանում. կարող է արդյոք նախագահը ազատել Փաուելին։ Իրավաբանորեն ոչ։ Երեք Չիկագոյի տնտեսագիտական ակումբում ելույթ ունենալիս Փաուլը զգուշացրել էր Թրամփի մաքսատուրքերի հնարավոր տնտեսական հետևանքների մասին, նշելով, որ դաշնային պահուստը կարող է հայտնվել բարդ իրավիճակում, քանի որ մաքսերը կարող են բարձրացնել գները եւ դանդաղեցնել տնտեսությունը։ Թրամփը True Social հարթակում կոշտ քննադատել է Փաուելին, գրելով. Փաուելը պետք է վաղուց իջեցներ տոկոսադրույքները, բայց հիմա հաստատ պետք է իջեցնի։ Նրա պաշտոնանկությունը հնարավորինս արագ պետք է տեղի ունենա։ Փաուելն իր ելույթում նաև նշել է, որ դաշնային պահուստի անկախությունը ամրագրված է օրենքով։ Մեր անկախությունը օրենքով է կարգավորվում։ Դաշնային պահուստի անդամներին չի կարելի հեռացնել, եթե դրա համար պատճառ չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով, նշել է նա։ Թեև կոնգրեսը կարող է փոխել օրենքը, Փաուելն ասել է. դրա հավանականությունը նվազագույնն է։ Ջերոմ Փաուելը նշանակվել է դաշնային պահուստի նախագահ Թրամփի առաջին վարչակազմի ընթացքում։ Նա երկրորդ անգամ նշանակվել է պաշտոնում 2022 թվականին 4 տարվա ժամկետով։ Այսպիսին էր օրվա լրատվական ծաղկաքաղը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։